քիչ ազգերից մեկն էինք, հարաբերաբար վերջերս, որ կնոջ մոտ չենք հայհոյում, աղջկա մոտ չենք հայհոյում, մեր քրոջ մոտ հայհոյել է, ինչ որ կողքից մեկը հայհոյեց, քուրս լսեց, դա մեծ խնդիր էր, ու դա եղբոր ինքնասիրության հարցն էր։ Բոլորովին վերջերս մենք ունեինք դա։ Ես վստահ եմ, նույնիսկ իմ տարեկակից երիտասարդ տղաները կհիշեն, որ ընդամենը մի քանի տարի առաջ շատ ու շատ վեճեր էին լինում աղջկա մոտ հայհոյելու պատճառով։ Թե օրինակ նայեք, ռուսների մոտ նման բան չկա։ Հանգիստ աղջիկներն էլ են հայհոյում, աղջիկների մոտ էլ են հայհոյում, փողոցում եթե մեկը հայհոյեց, այն մյուսը լսեց ոչ մի։ Հիմա դու կարող ես երթուղայինով տեսնել, թե ոնց է մեկը բարձր հայհոյանքներով տեսանյութ նայում ու դա ցասում չի առաջացնում այդ երթուղայինի մեջ։ Վրդովմունք չկա արդեն։ Քիչ-քիչ դա դարձել է սովորական, որովհետև տանը դա լսում են, որովհետև կանայք դա լսում են, կանայք դա սպառում են։ Իդեպ ալգորիթմներով շատ հեշտ է նայել այդ սպառողների սեռային տարբերությունը, դուք տեսնում եք, որ այդտեղ տարիքով կանայք մայրերը, հայ մայրերը գերակշռում են, տատիկները գերակշռում են։ Եթե պետք է մեր տատիկները դա լսեն ու դառնան որոշակի զանգված, որը դա սպառում է, իհարկե պետք է ձևավորվի լսարան։ Իսկ այս մարդիկ լսարան կորցրած մարդիկ են։ Իրենք հավաքել են լսարան հայփի վրա, ինչ որ ալգորիթմներով, ինչ որ գումարներով, թուրքական, ադրբեջանական խողովակներով մարդիկ հավաքել էին լսարան, բայց այդ լսարանը ամբողջությամբ կորցրել են, սպառել են։ Հիմա իրենք կարիք ունեն նոր լսարան հավաքելու։